Մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը Պաշտպանության նախարարության կողմից կազմում էր մոտ 2 միլիարդ դրամի չափով, որը հիմնականում գնում էր զրահատեխնիկայի սպասարկման, այսինքն սպասարկման գումարներ էին, որ ասենք, որ այն ժամանակ ունեցել ենք լուրջ սերիական արտադրություն, իհարկե չենք ունեցել, եղել են տենց ինչ-որ փոքր արտադրություններ, բայց 19 թվականից հետո, երբ որ ռազմաարդյունաբերության կոմիտեն առանձնացավ եւ հեղափոխությունը եղավ 18 թվականին, ռազմաարդյունաբերությունը անցավ բարձր տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ եւ այդ ժամանակ շատ լուրջ աշխատանքներ տարվեցին գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա եւ ֆինանսավորում արվեց մեր գիտնականներին եւ դա տվեց իր արդյունքը եւ 23 թվականին արդեն հավաքագրելով թե ինչ աշխատանքներ են կատարել մեր գիտնականները եւ արդեն պատրաստ էին իրանք մտնել արտադրական փուլի մեջ մեր պետությունը կատարեց ֆինանսավորում ես ուզում եմ որ մեր հանրությունը ուշադրի լինի այդ մասով 171 միլիարդ դրամի ֆինանսավորում արեցինք։ Դա հիմնականում սերիական արտադրության ֆինանսավորում էր։ Այսինքն բանակին ներկայացրեցինք մեր ունեցած հզորությունները եւ մեր կարողությունները, բանակը գնահատեց այդ ամեն ինչը, կատարվեցին պետական փորձարկումներ, որից հետո ծնվեց պահանջարկ կատարող եւ պետությունը ֆինանսավորում արեց։